Ողջույն հարգելի ռադիո լսողներ եւ ռադիոդիտողներ, FM 106.5 հաճախությամբ իր աշխատանքն է սկսում բողոքի նոտա հաղորդաշարը, տաղավարում աշխատում է Հայկու Հիմնասյանը, իսկ հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը հեղինակատարող Վարուժ Աղաջանյանն է, ողջույն։ Մինչև տաղավար մտնելը հարգելի ունկնդիրներ, բողոքի նոտա հաղորդաշարին համապատասխան թեման էինք փնտրում, մեր հյուրը ասաց, որ ինքը քանի որ մարտիկ է, երբեք չի բողոքում, բայց ռազմիկ է, չի բողոքում, բայց կփորձենք հասկանալ գոնե դժգոհությունները։ Ինչն է ձեզ անհանգստացնում, եթե չեք բողոքում, գոնե հասկանանք ինչն է ձեզ անհանգստացնում։ Որպես հայ ինձ անհանգստացնում է ներկա վիճակում ազգիս վիճակը, որպես հայ։ Նրա եւ հոգեվոր վիճակը, այսինքն հոգեբանական հոգեվոր վիճակը եւ կենսաղավարությունը, այսինքն ազգի արմատներից շեղվելու այդ ուրեմն միտումը, չնայած ոչ միտումն է, որ բնական ընթացք է, պետք է նաև շեղվեն, որ կարողանան սեփական սխալների վրա ստեղծել ճշտեր, ճշմարտություններ, որոնց հիմքի վրա ապրել հետո կարողանան, որպեսզի ազգը ապագա ունենա։ Անհանգստացնում է ինձ նաև երկրից վիճակը, ամենաշատ անհանգստացնում երկրից վիճակը, անմեղ թափվող արյունը, անմեղ խաբվող մեր այդ ժողովուրդ դարձած ազգը, ժողովրդի ազգի մեջ առելի տարբերություն կա Երանի այն ժամանակ, երբ որ ժողովրդից կծնվի նորից վերածնվի ազգը մեր, հայը, տեսակը մեր, այդ ինչերից եմ ես դժգոհում։ Ոչ թե դժգոհում եմ, այլ աշխատում եմ ամբողջ եռանդս կյանքիս ամբողջ իմաստը դնել միայն դրա մեջ, որպեսզի ազգը ինքնաճանաչվի, ինքնահաստատվի եւ իր կենցաղի մեջ ունենա զուտ ազգային գաղափարախոս։ Մի բան եմ ուզում հարցնել։ Մեր ապրիլյան պատերազմից առաջ շատերս նշում էինք, որ այս նոր սերունդը, այսպես սերունդ չէ, հա, փողոցում թքող, հայհոյող, վատ երաժշտությամբ դաստիարակված, վատ կրթություն ստացած երիտասարդներ ունենք, մեծ չհարգող եւ այլն եւ այլն։ Եվ այսպես ձեր նշած ժողովրդի ավելի շատ բնութագիր ուներ, քան ազգի, սակայն ինչն էր, որ այդ ժողովրդին վարքյանների ընթացքում վերածեց նորից ազգի։ Ուրեմն գաղտնիք չի, ասեմ, երբ որ մեզ կլսեն անմիջապես իմ ձայնից էլ ճանաչեն ինձ իմ սաները, աշակերտները, բացի այն, որ ես ստեղծագործում եմ, հեղինակ կատարող եմ, ես աշխատում եմ դպրոցում, ես աշխատում եմ Աբովյանի կրթահամալիրում, համար 11 դպրոց է կոչվում, գործ ունեմ աշակերտների հետ, սկսած 4-րդ դասարանից, վերջացրած 12-րդ դասարանում եւ արդեն 17 տարի ես շրջանավարտ եմ տալիս։ Ես մեծ ուրախությամբ տեսել եմ, որ իմ աշակերտին Սերան Օհանյանը պարգև է հանձնում իր ոչ թե լավ ծառայելու, այլ հայրենիքին լավ ծառայելու համար։ Ծառայել մի բան է, հայրենիքին ծառայել մեկ այլ բան։ Դրանց մեջ ահռելի տարբերություն կա եւ հասկացողության մեջ եւ ըմբռնման մեջ ծառայել։ Ուրեմն սերունդ որպես այդպեսին մենք երևի էլ չունենանք լավ իմաստով, ինտուզիազմով, ըմբռնումով, հայրենիքի գիտակցությամբ։ Իսկ սերունդը մեր աննման սերունդ է։ Ասում եմ, այդպեսին մեկ էլ եղել է երևի Տիգրանի ժամանակ։ Մնացած ժամանակ մենք ուղղակի լողացել ենք Տիգրանի ու հիմիկվա մեջ։ Արցախյան պատերազմի ժամանակ նույն սերունդը չէր։ Ուրեմն ամեն ժամանակը ունի իր ոսկին։ Այդպես է, ինչպես արվեստում, ինչպես ռազմաճակատում, այնպես էլ նաև գաղափարական դարբնոցում յուրաքանչյուր ժամանակ ունի իր ոսկին։ Իսկ ոսկին հենց այնպես մաքուր անմիջապես որպես ձուլակտոր չենք ստանում։ Նա հանքաշերտ, հանքաքար, նրանից զատվում են այլ կարգի մետաղներ, ինչ որ քիմիական միջամտություններով զուտ ոսկին ստացվում է։ Եվ զուտ ոսկին մենք տեսնում ենք։ Մենք այսօր տեսնում ենք մեր տղաներին 18-20 տարեկան այդ զուտ ոսկին։ Իսկ նրանք, ովքեր որ իցնե բողոքական, բողոքավոր ու չգիտեմ ինչ են եղել, նրանք միշտ պիտի թնգթնկային։ Եվ 90-ականներին կային թնգթնկացողներ, եւ հիմա էլ կան, այն ժամանակ էլ կային սերունդից բողոքողներ, այս ինչ ավտոբուսում չեն կանգնում եւ այլ, բայց այդպեսի բան չեմ տեսել։ Ես 55 տարեկան եմ, բայց 16 տարեկան աղջիկ երբ որ ավտոբուս է բարձրանում, ներքին բնազդով ես ոտքի եմ կանգնում, որովհետեւ ավտոբուս է բարձրացել հայ աղջիկը։ Նա ապագա մայր է, նա ապագա քույր է, կամ չգիտեմ, ընկերոջ քույր կարող է լինել, ընկերոջ դուստր կարող է լինել, ու մեր տղաներն էլ մեծամասամբ հիմնականում ես տեսնում եմ, զիջում են։ Կարող է ինչ-որ փնթփնթան տատիկի չզիջեն, դե տատիկն էլ բողոքավոր է, ինչ անես։ Հնարավոր չէ նրանց բոլոր պահանջները բարելավել կամ կատարել։ Այդպես տատիկների հետ համեմատած մերոնք լավ են։
Տատիկներս ենք բողոքավոր։ Ինչ բողոքավոր երգ ունեք, որ մեր կամ չբողոքավոր, հա։ Ինչ վերաբերում է իմ երգերին, ասեմ, իմ երգերը մի քիչ չգովելու երգեր են, ամեն դեպքում ես որոշել եմ այսօր մի բան կատարեմ, որը 2006 թվականի Ոսկե կիթառ հեղինակայքի փառատոնում եմ կատարել, այնտեղ ներկայացրել էի ուրիշ երգեր, հետո մի ամիտ ուղակի բեմի վրա երգ էինք փորձում, որպեսզի տեսնանք ձայներս բռնում է, այդ երգը կատարեցի ու անմիջապես իմ ռեպերտուարը փոխեց Սամվելը, Մեսրոպյան ասեց, չէ, դու կատարելու ես այդ երգերը, Վարուժ։ Բոլորը ծանր պրեսով երգեր են կատարում, դու կկատարես դրանք, ես հիմա իմ ստեղծարարությունը։ Նաև հարգելի ունկնդիրներ տեղեկացնենք, որ հուլիսի 15-ից 17-ը հեղինակային երգի փառատոնն է լինելու ամենամյա եւ հնարավոր է, որ մեր հյուրը եւս մասնակցի այդ փառատոնին, այնտեղ եւս հնարավորություն կունենաք վայելելու այդ ամենը։ Ամեն ինչ կանեմ, որ մասնակցեմ, ամեն դեպքում տղերքին կարոտել եմ, ճիշտն ասած, վաղուց չենք հանդիպել կամ քչերով ենք հանդիպել, հիմա կատարենք մի, ինձ թվում է ժամանակն է մի թեթև այսպես թարմանալու։ Մուկը Հերուտնից, հերուտեղից, մի օր սոված մուկը բնից, գնաց հացի կողքի աղբանոցը, գոնե գտներ մի կտոր հաց, մկնիկներ կան բնում քաղցած, ինքը ոչինչ երն էլ անիծած, գոնե գտներ մի կտոր հաց, մկնիկներ կան բնում քաղցած, ինքը ոչինչ երն էլ անիծած, նոր էլ մտել աղբանոցը, կեղտոտ հոտ է գրողի ծոցը, կդիմանանք, դա է ուտելու միջոցը, դեր չեր լսրել հացը ծոցը, խլացրեց հզոր գորոցը, կատու է հսկում էտ աղբանոցը, դեր չեր լսրել հացը ծոցը, խլացրեց հզոր գորոցը, կատու է հսկում մեր աղբանոցը, կատու սկսեց մլավոցը, կորչի մուկը գրողի ծոցը, Կալանչի է ու պիտի նստի, կանչեց գամփր հզոր շներ, աղբանոցին ուրիշ տերեր, խեղճ մկանը քարշ տվին դատի, կանչեց գամփր հզոր շներ, աղբանոցին ուրիշ տերեր, ու մկանը քարշ տվեց դատի, ինչ է կարծում, ով է դատում, բարոյական քարոս կարդում, դատավոր է սրատամ առնետը, Շունը փրկիչ կատուն հսկիչ մուկնի փրկող է հապշտակիչ ու ախվեսն է դարել բանտապետը տունը սկանդվեց Շունը փրկիչ կատուն հսկիչ մուկնի փրկող է հապշտակիչ ու ախվեսն է դարել բանտապետը Ոտքի դատարանն է գալիս խեղճ մկանը հարցեր տալիս Հալանել ես պետական միջոցը Ով է տեսել ցերեգորով մկներն ուտեն ու կուշտ փորով դատենք ուղարկեն գրողի ծոցը Ով է տեսել ցերեգորով մկներն ուտեն ու կուշտ փորով դատենք ուղարկեն գրողի ծոցը Դատը եղավ ու ավարտվեց խեղճ մուկը իր բախտն անիծեց տունը սկանդվեց ախր մեր Աստված Սոված էինք հերնանիծած, հիմի մուկ ենք բանդերն ընկած տարիները, մեջքով շալակած Սոված էինք հերնանիծած, հիմի մուկ ենք բանդերն ընկած տարիները, մեջքով շալակած Ինչ էլ եղավ դե հերնանիծած, մկնիկները սատկեցին սոված, ու մկնուհին կարճացրել է շորը Խեղճ մկնիկը դարը դատի չկերացիր պարտքը փակի անիծելով իր իսկ ծնված օրը Խեղճ մկնիկը դարը դատի չկերացիր պարտքը փակի անիծելով իր իսկ ծնված օրը Շուն ու կատու աղվես սառնել օրենքներով իրավագետ աղբանոց են դարձնում իմ երկիրը Թե որ մնանք խեղճ ու կրակ, ես բարգերով համաճարակ, կընկնենք այդ խեղճ ու գողմական օրը Թե որ մնանք խեղճ ու կրակ, ես բարգերով համաճարակ, կընկնենք այդ խեղճ ու գողմական օրը Հարգելի ունկնդիրներ, լսում եք բողոքի նոտա հաղորդաշարը, կարճ լուրերի թողարկում է այս պահին մեր եթերում, բոլոր նրանք, ովքեր հետևում են մեզ համացանցում, YouTube-ի մեր ալիքուման միջապես ներքևի հատվածում կգտնեն հաղորդման երկրորդ հատվածը։